Здравствуйте. У меня первый вопрос, точнее, мой единственный вопрос будет к господину Мирзояну. Накануне на региональном саммите, на региональном семинаре послов стран ЕС в странах Восточной Европы, вы сказали, что существующая архитектура безопасности неэффективна. Нужно ли нам ожидать от Еревана на фоне такого заявления отказа или переформирования взаимодействия с Россией и странами СНГ в этом вопросе и, возможно, поиска со стороны Еревана новых стратегических партнеров, к примеру, в Европе? Շնորհակալություն հարցի համար։ Դուք մեջ բերեցիք իմ երեկվա խոսքերը, կարծում եմ ճիշտ կլիներ նաև փոխանցել ամբողջական համատեքստը։ Ես իհարկե խոսում էի նախ եւ առաջ ընդհանրապես աշխարհում տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին եւ այն մասին, որ վերջին տարիներում առհասարակ այդ ճարտարապետությունը այդքան արդյունավետ չի աշխատում, բայց իհարկե նաև խոսում էի մեր մասին, չեմ ուզում ժխտել, մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել կամ չգիտեմ, կատարելագործել այդ անվտանգության համակարգը եւ այդ գործընթացը շարունակական է, մասնավորապես անդրադառնալով հարցերով պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել, ոչ, մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների եւ ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Իհարկե կա նաև մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների շրջանակներում, օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այստեղ եւս հայաստանյան կողմի մեկնաբանությունը գնահատականը գաղտնիք չի, ես այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով եւ հայտնի է նաեւ, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում։ Այստեղ այս պահին գոնե ավելի հեռուն գնացող հետևություններ չի անի, բայց ուզում եմ արձանագրել նաեւ համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են, այդ քննարկումները ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ գործընկերային հարաբերություններ եւ առողջ գործընկերային քննարկումներ։